Impeachment-ի մասին դեռ շատ կհասցնենք խոսել, բայց հիմա ցանկանում եմ անդրադառնալ Նորիկ Նորիկյանին, ով երեկ հանդես է եկել Facebook-յան live-ով, երևի ճանաչում եք Նորիկ Նորիկյանին, նա ընտրություններին անդադ մասնակցում է, մեկ վարչապետի թեկնածու է, մեկ քաղաքապետի թեկնածու է, բնականաբար նրա կուսակցության անունը մեր երկրում ոչ մեկ չգիտի նա ինչ ծրագիր ունի, ինչի մասին է այդ մարդը անդադ ինչ որ live-երով փորձում է երևի իր փաստաբանական գործունեությունը զարգացնելու համար նաև որոշակի քաղաքական տեսանելիություն ունենալ, բայց սա իր գործն է, ինչ ուզում է թողանի, հարցը սա չի։ Տարբեր իրավիճակներում հայտնվում է Նորիկ Նորիկյանը եւ ասում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը պետք է դեռ պատասխանեն այն հարցին, թե ինչ դերակատարում է ունեցել Միքայել Մինասյանը երկդաշինքի ստեղծման ժամանակ։ Այս մարդը այսինքն 8 տարվա հնության տեքստերի մեջ է, էլի 8 տարի հետ է գնացել, ասում է երկդաշինքը ոնց է ստեղծվել։ Սա ծեծված հարց է իր բովանդակության մեջ, անգամ այս հարցին չեմ ուզում անդրադառնալ, բայց ուզում եմ անդրադառնալ այս մարդու քաղաքական վարքագծին ընդհանրապես։ Օրինակ ինձ հետաքրքիր է 21 թվից հետո Նորիկ Նորիկյանը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, հա, հայտնի հանդիպման լուսանկարն է։ Ինձ հետաքրքիր է այս հանդիպման ժամանակ, ես որ sense սեղանի շուրջ նստել են, Նորիկ Նորիկյանը այդ հարցը Փաշինյանին տվեց, ասեց Փաշինյան, դուք ինչ կապ ունեիք Միքայել Մինասյանի հետ, այդ ոնց ստեղծվեց այդ երկդաշինքը, հիմա այդ որ այդ կեղտոտ ակնարկներն ուզում է անել, այդ հարցը Փաշինյանին տվել է, կարծում եմ չի տվել, որովհետև նման մարդիկ մենակ Facebook-յան live-երով են հանդես գալիս, live-ները սկսել է, այդ էլ է հետաքրքիր, Live-ը սկսել է, ասում մի քիչ էմոցիոնալ live կարող է լինի, էլի, այսինքն հələ դեռ ինքը թեման չի զարգացրել, արդեն ինքը գիտի, որ հեսա բորբոքսվելու է, ասենց ինչ որ տաքացած բաներ ասի, մարդիկ էլ մտածեն, ինչ-որ լուրջ բաներ է ասում։ Սա էլ դնենք մի կողմ։ Այդ ընտրություններից հետո կամ նաև առաջ, հա, ամենայն դեպս 17 թվականից շատ հետո Նորիկ Նորիկյանը 2-3 անգամ եկել է Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակ, հանդիպել Էդմոն Մարուքյանին, ես շատ բովանդակությունից տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ նման հարցադրում բնականաբար չի բարձրացրել։ Ինչ կապ ուներ Միքայել Մինասյանը երկդաշինքի հետ, իբր բան է հնարել, էլի։ 25 թիվն է, այս մարդը բան է հնարել, ինչ կապ ուներ։ Չի արել նման հարցադրումներ։ Հիմա Facebook-ի live-ով դուրս է եկել, ժողովրդին խաբում եք, չգիտեմ ինչ եք անում։ Ես կարծում եմ, որ Նորիկ Նորիկյանը առնվազն իր ճերմակած մազերից պետք է ամաչի նման արտահայտություններ անելիս։ Եղբայր, եթե դու հարցադրումներ ունես ու հանդիպում ես այդ մարդու հետ, հարցրա ուղիղ։ Ձեր այդ էմոցիոնալ բորբոքված վիճակները մենակ Facebook-յան live-երի ժամանակ են գալիս, հա, որ Facebook-ում, TikTok-ում լայքեր, դիտումներ հավաքեք։ Եթե դուք իրական քաղաքականությամբ զբաղվող մարդիկ եք, նման հարց ունեք, ասեք ես առերես այս մարդուն հարց ունեմ, այդ առերես հարցը տալիս եմ։ Եկել եք էմոցիոնալ ելույթներով հեսա ես պետքա հանդես գամ, հասկանաք, մարդը անոնս է անում, որ ինքը հեսա պետքա էմոցիոնալ ելույթով հանդես գա։ Ես ընդհանրապես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր իրենց իրավունքների պաշտպանությունը կարող են նման մարդկանց պատվիրակել, ասել դե դու պաշտպանի իմ շահերը դատարանում։ Մի խոսքով, Նորիկ Նորիկյանը ասում է դե դուք չունեք բավարար չափով ձայներ խորհրդարանում, որ լինի իմպիչմենտի նախաձեռնությունը, որ հետո դա քվեարկվի, ինչու եք խաբում մարդկանց։ Այսինքն այս մարդը տարական պարլամենտարիզմի կանոններին չի տիրապետում, հասկանում եք։ Այսինքն այս մարդը մտածում է, որ երբ ընդդիմությունը անցնում է խորհրդարան, ինքը պետք է դուրս գա այդտեղից, էլ ոչ մի նախաձեռնություն չանի, ոչ մի առաջարկով հանդես չգա, ինչի որովհետև մեծամասնություն չունի։ Դուք հասկանում եք, այս մարդիկ կարող է ինչ-որ ոլորտում հաջողություն ունեն, կարող է չունեն, օրինակ Նորիկ Նորիկյանի հաջողությունները ինձ հայտնի չեն, բայց լիքը մարդկանց հաջողությունները ինձ հայտնի են, բայց որ քաղաքականությունից ընդհանրապես կիլոմետրերով հեռու են։ Ասում են դուք ինչու եք սա նախաձեռնում, եթե չունեք դրա մեծամասնությունը։ Մեկ էլ Հայաստան դաշինքի պատգամավորներն են նման բաներ ասում են, դե դա իրատեսական գործընթաց չի։ Երբ որ դուք սրբազան շարժման ժամանակ բերում էիք
այդ հայտարարության տեքստը վարչապետին անվստահություն հայտնելու մասին, դա անցնելն էր իրատեսական։ Պրոցեսը պետքա տանել եւ ինչքան լավ տանես, ինչքան մարդկանց լավ ներկայացնես, այդքան հնարավոր է դա ավելյալ ժողովրդի ակտիվություն գեներացնի եւ փոփոխությունները այդպես են գալիս։ Չնայած հիմա եթե պարլամենտականներին դա չես կարող բացատրել, Նորիկ-Նորիկյանին ինչ դա բացատրես։ Մի խոսքով, ուզում եմ ասել, այսպիսի մարդիկ կան, անընդհատ հայտնվում ինչ որ բաներ են ասում, բայց փորձում են իրենց քաղաքական կապիտալը ուրիշների հաշվին գեներացնել։ Ես Նորիկ-Նորիկյանին ուզում եմ ասել, եթե մյուս անգամ կհանդիպեք Էդմոն Մարուքյանին, մի վախեցեք, Նորիկ-Նորիկյան, մի վախեցեք, տվեք այդ հարցը, չվախենաք, ամեն անգամ ձեր մեջ sense պահում եք այդ հարցը, վայ ինչ կապ ուներ Միշիկը երկդաշինքի հետ, եթերներում sense հեսա էմոցիոնալ ելույթներով հանդես կգա, բայց վերջում այդ մարդուն տեսնում եք շատ հարգանքով, բնականաբար այլ կերպ չեք էլ կարող։ Լավ, սա ինչ վարքագիծ է, մեծ մարդ եք, ինձնից հավստաբար տարիքով մեծ եք, իմ մազերը այդքան չեն ճերմակել, ինչքան ձերը, մի քիչ լուրջ եղեք էլի, ես այսքանն եմ ուզում ասել։